Այժմ առաջարկում եմ լսել թուրքագետ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրասյանին։ Բարև ձեզ, հարգելի Ռուբեն։ Բարև ձեզ, պարոն Մնացականյան։ Դե, այսօր հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է 111-րդ տարելիցը։ Կասեք, այս տարելիցը որևէ առանձնահատկությամբ բաժանվում է մյուսներից։ Գիտեք, պարոն Մնացականյան, ինձ համար չի բաժանվում, որտեղ ես տասնյակ տարիներ եմ անցկացրել ուսումնասիրելով հայոց ցեղասպանությունը, շարունակում եմ ուսումնասիրությունները, շարունակում եմ դասավանդել հայոց ցեղասպանության, ցեղասպանագիտական հետ կապված առարկաներ, ցեղասպանագիտական առարկաներ, այնպես որ արդեն ինձ համար սա, այսպես ասած, նորություն չունի այս հերթական տարելիցը հայոց ցեղասպանության։ Շատ բարի։ Հայտնի է, որ հայոց ցեղասպանության հարցը այլևս Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չէ։ Ինչ է տվել մեզ այդ փոփոխությունը։ Գիտեք, ինձ թվում է, որ ավելի ճիշտ կլինի բնութագրել, ես ամեն դեպքում այդպես եմ ընկալում, որ առաջնահերթություն չի հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, բայց որպես հարց, որը կարևոր է ընդհանրապես, ես կարծում եմ դա մնում է ուղղակի հիմա մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ներկա փուլում Հայաստանի Հանրապետության գոյության զարգացման հնարավոր չի հետապնդել հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը։ Դա մեկ եւ երկրորդը չեմ կարծում, որ դա որևիցե նշանակություն ունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսակետից։ Բացատրեմ իմ միտքը, պարոն Մնացականյան։ Մենք արձանագրում ենք, որ վերջին շրջանում Թուրքիայի կողմից չնայած սկզբունքորեն նոր քայլեր չեն արվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, բայց որոշ չափով Թուրքիան փոխել է իր հռետորաբանությունը կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, դարձել է ավելի պոզիտիվ, ավելի իրականությանը մոտ այդ հռետորաբանությունը։ Որովհետև փոխել է հռետորաբանությունը նաև հայկական կողմը։ Այո, այո։ Եվ այս երկու գործընթացն էլ օբյեկտիվ են այն առումով, որ իմ ընկալմամբ Հարավային Կովկասը ներկա փուլում մի նոր սպես փուլ է մտնում, որը ես կանվանեի աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնց միտումն է Հարավային Կովկասը ավելի ինտեգրել համաշխարհային համակարգերի մեջ։ Եվ Թուրքիան մեծ նպատակ ունի ինքը դառնալ այսպես կարևոր հաբ այս գործընթացում եւ դրա համար փոխել է իր հռետորաբանությունը Հայաստանի հետ կապված հարաբերությունների բնագավառում։ Նույնը կարելի է ասել նաեւ Հայաստանի հետ, Հայաստանի վերաբերյալ, այսինքն այս աշխարհաքաղաքական նոր գործընթացը, որ սկիզբ է առնում, երկու կողմերին էլ հանգեցնում է այն մտքին, որ պետք է փոխել սկզբից հռետորաբանությունը, հետո արդեն պրակտիկ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Իհարկե սա առաջին հերթին վերաբերում է Թուրքիային, որը ինքն է հրաժարվում դեռևս հարաբերությունները կարգավորել։ Այսինքն փոխվում է նաև արդեն տեղի ունեցած միջազգային ճանաչումների կշիռը, բալանսը այս ամեն ինչում։ Տեսեք, դուք հիմա նաև այլ կողմն եք այս խնդրի բարձրացնում, մոտ 30 երկիր, գուցե ես հիմա չեմ կարող հիշել հստակ թիվը, ճանաչել է հայոց ցեղասպանությունը, այդ թվում աշխարհի ամենակարևոր երկրներից բացարձակ մեծամասնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան եւ մի շարք այլ երկրներ։ Փաստորեն կարելի է ասել, որ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մի կարևոր հանգրվանի է հասել։ Եվ դա իհարկե եղել է եւ հայկական պետականության ջանքերի շնորհիվ, բայց հիմնականում դա եղել է Սփյուռքի ջանքերի շնորհիվ, լոբիստական աշխատանքի ջանքերի շնորհիվ։ Եվ պատահական չի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, երբ որ ավարտվեց հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, դա ստացավ վերջնական տեսք, այդ գործընթացը ըստ էության
առաջ չի գնում, որտեղ որոշակի հագեցվածություն է տեղի ունեցել, ինչպես ասեցի։ Այնպես որ ես կարծում եմ, որ այն ինչ որ հիմա մենք տեսეთ արձանագրեցինք, դա օբյեկտիվ բնույթ է կրում։ Ներկայիս դաթարը հայ-թուրքական, հայ-ադրբեջանական օրակարգերում ինչով է պայմանավորվում։ Տեսեք, մենք արդեն հիմա ուրիշ ոլորտ ենք տեղափոխվում, կոնկրետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, եւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ըստ էության դեռևս պատրաստ չի այդ հարաբերությունները այնպես կարգավորել, որ խոսքը գնա արդեն պայմանագիր հայ-ադրբեջանական խաղաղության մասին պայմանագիր ստորագրելու մասին։ Ադրբեջանը որոշակի նախապայմաններ է առաջ քաշում այդ հարցում։ Եվ Թուրքիան հետևելով իր վաղեմի քաղաքականությանը հայտարարում է, ընդ որում ամենաբարձր մակարդակով, Էրդողանի մակարդակով, ընդ որում մի քանի անգամ, որ ինքը իրական քայլեր կսկսի գործադրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բնագավառում, միայն այն բանից հետո, երբ կստորագրվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր։ Եթե իմի բերենք այն ինչ որ ես ասեցի, ապա Թուրքիայի տեսակետից մենք կարող ենք ասել, որ այն նախապայմանները, որ առաջ հնչում էին, հիմա չեն հնչում, մնացել է մեկ նախապայման, որը պայմանավորված է Ադրբեջանի քաղաքականությամբ։ Հիշեցի ազգային ժողովի նախագահի վերջերս Ստամբուլում արած հայտարարությունը, թե հայ-թուրքական կարգավորումը դարձել է Բաքվի պատանդը։ Սա է իրողությունը։ Կարելի է այդպես էլ անվանել, այո։ Կարելի է այդպես էլ անվանել, այստեղ գիտեք, ես ճշտում կմտցնեի, որ իհարկե Թուրքիան, որ պայմանավորում է Ադրբեջանի քաղաքականությամբ Հայաստանի հետ կարգավորման խնդիրը, ունի նաև իր հաշվարկները, աշխարհաքաղաքական բնույթի հաշվարկները, որոնք իմ կարծիքով հետևյալն են։ Թուրքիայում սկսվել է Կարս Նախճեվանի երկաթգծի կառուցումը։ Եվ ինչպես պաշտոնապես հայտարարվում է, մասնավորապես տրանսպորտի նախարարի կողմից Թուրքիայի, այդ շինարարությունը կավարտվի 28 թվականին, 2028 թվականին։ Այսինքն մինչև այդ երկաթգիծը չի կառուցվել, Թուրքիան այսպես աշխարհաքաղաքական առումով, աշխարհառազմավարական առումով, աշխարհատնտեսագիտական առումով դեռևս ուղղակի շահագրգռվածություն չունի լիովին կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները։ Դրա համար Թուրքիան, ես կարծում եմ, որ մինչև 28 թվականը, երբ որ սկսի գործարկվել այդ երկաթգիծը, քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, բայց դրանք չեն լինի սկզբունքային քայլ, վերջնական քայլ։ Այդ վերջնական քայլը նա կձեռնարկի երկաթգիծը գործարկելուց հետո, Կարս Նախճեվանի երկաթգծի մասին է խոսքը։ Իսկ մինչև այդ ինքը կգնա առաջ փոքր քայլերով, ինչ դրա մասին Թուրքիայում այսպես բաց խոսում են։ Ալիևն ասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է։ Օրերս նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն էր ասել, որ խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Փոխվստահությունը կարող է խաղաղության հիմք լինել։ Կարծում եմ այո։ Փոխվստահությունը դա կարևոր հանգամանք է, որը արձանագրվում է եւ ամենակարևորը մեզ համար շարքային քաղաքացիների համար կարևորը այն է, որ արդեն մոտ 2 տարի է սահմանի վրա Ադրբեջանի կողմից խախտումներ տեղի չեն ունենում, կրակոցներ չեն հնչում ամենակարևորը, եւ սա շատ կարևոր հանգամանք է, դա եւ փոխվստահության արդյունք է եւ դա ինքն է ազդում փոխվստահության վրա։ Լավ, ի՞նչն է խանգարում հիմա Բաքվին այդ փոխվստահությունը վերածել իրավական ակտի։ Ինձ համար բարդ հարց եք տալիս, պարոն Նացականյան, որտեղ ես թուրքագետ եմ, ադրբեջանագետ չեմ, կարող եմ ընդհանուր դատողություններ անեմ։ Ես կարծում եմ Ադրբեջանը դեռևս հոգեբանորեն պատրաստ չի պայմանագիր ստորագրելու Հայաստանի հետ։ Ժամանակ է պետք, դա մեկ։ Երկրորդը կոնկրետ մենք գիտենք, որ որոշակի պահանջներ է ներկայացնում Ադրբեջանը։ Ես այստեղ որ ասեցի ադրբեջանագետ չեմ,
Ես դժվարանում եմ գնահատական տալ այդ պահանջները իսկապես կարևոր են Ադրբեջանի համար, թե դրանք ուղղակի պատրվակ են, որ գործընթացը ձգձգի։ Ամեն դեպքում մենք կարող ենք արձանագրել, որ գործընթացը, որ պետք է տրամաբանորեն հայ-ադրբեջանական գործընթացը տանի դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում Ադրբեջանի կողմից կասեցվում է, դանդաղեցվում է, առաջ չի գնում։ Սա կարող եմ ես արձանագրել։